Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ սրտաբան Սոնա Բոյաջյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ ունենալու ենք հետաքրքիր ու կարևոր զրույց, քանի որ ցանկացած պարագայում, երբ եղանական փոփոխություններից խոսում ենք, բոլորը առաջինը մտածում են, որ եթե կա սրտանոթային համակարգում որոշակի խնդիրներ, սրանք պիտի գլուխ բարձրացնեն, այնպես որ եղանակային առումով բավականին հարմար ժամանակահատված ենք ընտրել հաղորդման համար։ Բայց ամենասկզբում ուզում եմ խոսենք ամենահաճախ հանդիպող սրտանոթային հիվանդությունների մասին։ Ներածական խոսքով սկսենք, հա, այսպես։ Տեսեք, ամենահաճախ հանդիպողը ամբողջ աշխարհում դա կորոնար զարկերակների հիվանդությունն է, այսինքն սիրտը սունուցող զարկերակների հիվանդություններն են։ Դրանց մեջ ամենահաճախը որ լինում է աթերոսկլերոտիկ հիվանդությունն է, այսինքն եւ որ զարկերակների պատերի մեջ սկսում է կուտակվել, ցենց ասած, վատ խոլեստերինը ու դարների ընթացքում այդ լուսանցքը նեղացնում է զարկերակների ու բերում է սրտի իշեմիայի, այսինքն սիրտը նորմալ չի կարողանում սնուցվի։ Ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է դա ամբողջ աշխարհում եւ ամենակարևոր պատճառն է մահացության, էլի, ամբողջ աշխարհում։ Առաջին տեղն է, չէ՞, սրտանոթային համակարգի։ Առաջին տեղն է կրավում, այո, սրտամկանի ինֆարկտը հենց այդ սիրտանոթային հիվանդությունն է, աթերոսկլերոզի հետևանքով առաջացած, որի զարկերակը լրիվ փակվում է, այդ դեպքում է առաջանում, այսինքն սրտամկանը վնասվում է, նեկրոզի է ենթարկվում։ Դա ամենահաճախ եւ ամենամեծ պատճառն է մահացության ամբողջ աշխարհում։ Այլ հիվանդություններ դա զարկերակային հիպերտենսիան է, սրտային անբավարարությունը, որը էլի ունի լիքը պատճառներ, սրտի փականների հիվանդությունները, արիթմիաները, սրանք ամենահաճախ հանդիպող սիրտանոթային հիվանդություններն են։ Ուզում նաև խոսենք ռիսկի խմբերից, ովքեր են ռիսկի խմբում հայտնվում, տարիքասեռային որոշակի առանձնահատկությունները եւս քննարկենք։ Ռիսկի խմբերում հիմնականում, տեսեք, որոշ հիվանդություններ կան, որ սենց իրար հետ միասին գալիս են։ Ռիսկի խմբերում այն հիվանդներն են, որ էլի նույն ցևի բարձր զարկերակային ճնշում ունեցող հիվանդները, շաքարային դիաբետով հիվանդները, այն հիվանդները, որ ունեն բարձր խոլեստերինի մակարդակներ, որոնք չեն ղարկավորված կամ ընտանեկան բարձր խոլեստերին կոչվող հիվանդություն կա, դրա այդ խմբի պատկանող հիվանդները, այն հիվանդները, որոնք որ իրանց ընտանիքի մեջ գանուխ, հա, պրիմեջր ենք ասում ենք, գանուխ իր առաջի սերունդի մեջ 65 տարեկանից փոքր կանանց դեպքում կամ 55 տարեկանից փոքր տղամարդկանց դեպքում ունեցել են սիրտանոթային խնդիր, հիվանդություն։ Իրանք էլի բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում։ Իսկ ժառանգականության խնդիր կա։ Ժառանգականության մասին է, այո, խոսքը։ Նաև ինչպես նաև էթնիսիտին, հա, ինչ ցեղի է պատկանում հիվանդը, որ երկրից է եկել, ցեղը կապ ունի։ Օրինակ, եթե մենք նայենք եվրոպական ուղեցույցներին, Հայաստանին քննադատել են, Հայաստան մեր երկիրը քննադատել են շատ բարձր ռիսկի երկիրներից, հա, կախված ապրելակերպից, կախված լիքը պատճառներից։ Այո, եւ իհարկե դարիքը բավականին մեծ դեր է խաղում, ինչքան դարիքը ավելանում է մարդուն, այդքան իր ռիսկը մեծանում է, որը մենք ոչ բան չենք կարող անել այդ դեպքում, եւ սերը տղաների մոտ ավելի հաճախ է լինում, ավելի շատ է, ավելի շուտ է զարգանում, քան կանանց մոտ։ Կանանց մոտ մի քիչ մեր հորմոնները ավելի պաշտպանում են։ Լիբանում շահեկան է, հա։ Այո։ Եթե ես չունեմ գանգատներ, այսպես ասած հարաբերական առողջ մարդ եմ, արդյոք կարող եմ նախապես իմանալ կամ որևէ հետազոտություն անցնելով տեղեկանալ, ինձ մոտ կա ռիսկի գործոն թե ոչ, կամ կա որոշակի խնդիրների հավանականություն թե ոչ։ Այո, եթե առողջ ենք, հա, սենց ասած դրսից առողջ երևող մարդ, մեծահասակ ասելով 18 տարեկանից մինչև 60 տարեկանը, բայց ցանկալի է 40-ից հետո, հա, սկսել այդ ռիսկի գործոնները կոնե ման գալ, այսինքն սենց ասած սկրինինգի նման ինչ որ մի բան, հա, որը բոլոր եվրոպական երկիրները ունեն, առաջնային պրոֆիլակցիայի համար, հա, կանխարգելման համար։ Սենց ասած մի հատ աղյուսակի նման բան կա, կամ ասեմ կալկուլատոր կա, սկորա կոչվում, այդ սկորով կարելի է գնահատել այս հիվանդը իր եկող 10 տարվա ընթացքում արդյոք ունի մահացու կամ ոչ մահացու սիրտանոթային խնդիրների հավանականություն։
Հիմա բոլորը ուշադիր աչքերը կլորացրած սպասում են, ապա Այո, ըստ դրա մենք կարողանում ենք թե գտնենք ռիսկի կորձոնները, կարող է այդ հիվանդը բարձր ճնշումներ ունի ինքը չգիտի, չի չափել կյանքում եւ լավ է ասում։ Կամ իր մոտ սկսում է, ասենք, բարձր խոլեստերինի թվերը, էլի տենց ինչ որ սկրինինգի եւ այդ 10 տարվա ռիսկի կորձոնները գնահատելու եւ սիրտանոթային ռիսկը գնահատելու մեթոդ է դա։ Իհարկե տարբեր երկրների համար տարբեր աղյուսակներ են, ինչպես որ ասեցի, Հայաստանը գտնվում է բարձր ռիսկի երկրների մեջ, մենք այդ աղյուսակի մեջ ենք մտնում։ Եվ հիմնականում, եթե ցես ասեմ ռիսկերը, որ ասենք տոկոսային առումով, որ ասեմ 2.5% կամ 5% իրանք մտնում են որոշ տարիքի դեպքերում բարձր ռիսկի մեջ, հա, դա արդեն մի քիչ sense զարմանալի է, որովհետև 5%, եթե մտածեք 5% ինքը բարձր թիվ չի։ Հա, բայց 5%, 7.5% դրանք արդեն իսկ բժշկության մեջ բավականին բարձր բաներ են, percentage-ներ են։ Եթե մենք բարձր ռիսկի կամ շատ բարձր ռիսկի խմբում ենք հայտնում այդ հիվանդին, հա, որը հիվանդ չասեմ, հա, պացիենտին, մենք սկսում ենք այդ իր ռիսկի կորձոնները փորձել գտնել ու բուժել, այսինքն չամտում ենք։ Լինի դա ապրելակերպով, լինի դա միջամտական դեղորայքով։ Շատ լավ, ես ուզում եմ մեր բոլոր ռադիոլսողներին տեղեկացնել, որ զրուցակցիս հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 099 750 250։ Հիմա ուզում եմ խոսենք կանխարգելման մասին, կարծում եմ, երբ մենք հասնենք նրան, որ բժշկությունը ասելով հասկանան կանխարգելում եւ բժիշկ ասելով հասկանալ մարդ, ով աշխատում է առողջ մարդու հետ, մենք կարող ենք ասել, որ հաջողություն ունենք արդեն, հա։ Ուստի խոսենք կանխարգելման մասին եւ ամենակարևոր գործոնը։ Կարող ենք ասել, որ կարող ենք կանխարգելել սրտանոթային համակարգի հիվանդությունները, թե ոչ։ Այո։ Ամենամեծ պատճառը, որ սիրտանոթային հիվանդությունների կորձոնը հանդիսանում, անավանդ Հայաստանում, դա ձխելն է։ Ձխախոտի օգտագործելն է, որը տենց բավականին շատ մեծ տոկոսներով ավելացնում է ոչ թե միայն սիրտանոթային ռիսկը, այլ բոլոր խրոնիկ հիվանդությունների եւ ուրիշ հիվանդություններից մահացության ռիսկը։ Եթե մենք սկսենք ձխախոտից հիվանդին դադարեցնել, հա, փորձենք այդ ճանապարհի ուղու վրա դնել, այո, ինքը բավականին մեծ տոկոսով կարողանա իր ռիսկերը նվազեցնել, հա, առաջիկա 5 տարվա ընթացքում եւ որ հիվանդը չի ծխում, իր ռիսկերը սիրտանոթային հիվանդության մոտ 50%-ով իջնում է։ Իսկ 10-15 տարի անց շատ մեծ թիվ է, այո։ Կաճառերելու թիվ է։ Այո, բավականին։ Ես նաև ուզում եմ пассив ծխողների մասին խոսել, որովհետև իրենք, այսպես ասած, անուղակի ձևով դառնում են զոհ բոլոր նրանց պատճառով, ովքեր ծխում են։ Այո։ Пассив ծխողները այն մարդիկն են, որոնք իրանք ակտիվորեն չեն ծխում, հա, կողքի տան մեջ ապրող հարազատ, որը ոչ թե թրսում է ծխում, այլ տան մեջ է ծխում, իր կողքին է ծխում, այո, իրանք նման չեն այն մարդու, որը ընդհանրապես չի ծխում։ Իրանք ունեն որոշակի ռիսկի բարձրացում, մոտավորապես 10-20%, իրանց ռիսկը ավելի մեծ է, քան իրանց նման, իրանց տարիքի մարդկանց հետ, եթե փորձենք համեմատենք իրանց ռիսկերը։ Վերջին տարիներին նաև պատճառաբանվում է, այսպես ասած, չակերտավոր, չարյած փոքրագույն են ընտրել շատերն, ովքեր ծխախոտի գերին են, չեն վախենում այս արտահայտությունից։ Մենք նարգիլե ենք օգտագործում, էլեկտրոնային ծխախոտ ենք օգտագործում, խոսքով են բոլոր այլընտրանքային տարբերակներ, որոնք այսօր շուկան առաջարկում է։ Բայց նաև մասնագետներն էլ պնդում են, որ դրանք այդքան էլ անվնաս չեն, ինչպես որ թվում է կամ ինչպես որ գովազդային արշավներում ներկայացվում է։ Որպես սրտաբան ուզում եմ նաև այս հարցին անդրադառնալ։ Այո։ Նախ սկսեմ նարգիլեից, հա, ինքը ծխախոտ է։ Կարող է մեջը նիկոտինի տոկոսը մի քիչ ավելի քիչական սովորական սիգարետը, բայց ինքը ծխախոտ է եւ սենց ասած կարելի է սենց դիտարկել, ածուխը կարելի է շնչել։ Այդ ածուխը շնչում է այդ հիվանդը, այդ մարդը եւ որ այդ նարգելան ներշնչում է, հա, այդտեղ այդ ճուրը, որ մեջը կա, իրան ոչ մի չի մաքրում այդ իր ունեցած մեջի վնասակար այլ մատերիալները նարգիլեի մեջ։ Հետևաբար ինքն էլ սիգարետի նման ռիսկ բարձրացնող մեթոդ է, ծխախոտ է։ Ինչ վերաբերվում է էլեկտրոնային սիգարետներին,
կան սիգարետներ, որ նիկոտինի մեջ ավելի քիչ է կամ ընդհանրապես չկա, հա, եթե մենք խոսանք այկոսի մասին, որը հիմա ամենաշատ տարածված այդ ծխախոտն է, որը սենց ասած ինքը ոչ թե վարում է, այլ դակությամբ այրում է այդ նիկոտինը, բայց էլի մարդը այդ նիկոտինը ընդունում է իր օրգանիզմի մեջ։ Էնի ինքը ցուցված չի, որ մենք ասենք թողեք սիգարետը եւ անցեք էլեկտրոնային սիգարետի, որը ինքն էլ նույնիսկ կախվածություն առաջացնող էլեկտրոնիկ սիգարետ է, ասենց ասած։ Իսկ վեյփերը ընդհանրապես այն այո, մեջը նիկոտին չկա, հա, բայց ինքը ունի այլ կանցերոգեն, ուրիշ նյութեր, որը էլի այրվում է եւ մենք դա ներշնչում ենք։ Ու դա կարա անոթների, զարգերակների մեջ եղած թաղանթի վնասում առաջացնի, նույնիսկ կիթկոկորտ եւ բրոնխների էլի այդ մաշկի խեղճտոքերի մասին էլ չխոսենք, նրանց քրքրվածություն է առաջացնում եւ թերևս տարիներ, այսինքն մենք ավելի երկար տարիներ է պահանջում որ հետազոտություններ արվի, հա, 20-25 տարի անց, որ հասկանանք արդյոք դրանք շատ ավելի ապահով էին, քան նորմալ սիգարետը, թե կարող է ավելի շատ վնաս են տալիս, քան նորմալ սիգարետը։ Հա, ասենց ասած, իմ համար վեյփը ոնց որ բիզնես լինի։ Այն մարդիկ, որ չեն զղում կամ ընդհանրապես ձխելու բան չեն, հա, չեն ուզում ձխեն, սիգարետը չեն սիրում, իրանք գնում են վեյփ են վերցում, հա, երիտասարդ, երեխեքը, թինեյջերները։ Կանայք։ Նույնպես կանայք։ Մենք հիշում ենք, որ մեր պապիկներն ասում էին, որ օրվա մեջ 50 գրամ ալկոհոլը մի բան էլ լավ է, ինչի մասին է խոսքը, եւ այսպես ում որ ձեռք էր տալիս, սա նաեւ ընդունում էր գիտություն եւ օգտագործելով ամեն օր որոշակի քանակությամբ ալկոհոլ, մտածում էին ներսից ախտահանում ենք մեզ, անոթները լայնացնում ենք, արյունը ջրիկացնում ենք եւ այսպես կարող ենք արդարացումների մի ամբողջ շարք թվարկել, բայց բժշկությունն էլ լրիվ ուրիշ բան է ասում։ Ուզում նաեւ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում ալկոհոլի ազդեցության մասին խոսել։ Տեսեք, որոշ ժամանակ սկսեցին խոսալ, որ միջին քանակի ալկոհոլ օգտագործելը ինքը լավ է սիրտանոթային հիվանդությունների, բայց որոշ հետազոտություններ եղավ, որ դա ժխտեց, այսինքն հստակ առողջ դոզա, հա, ալկոհոլի, նենց ասած չկա։ Կա ապահով դոզա, հա, որը կազմում է 100 գրամ ալկոհոլ շաբաթական, ամբողջ շաբաթվա ընթացքում 100 գրամ։ 100 գրամ դա ինչ է նշանակում, եթե եթե մարդը օգտագործում է ոդկա, հա, որը 40%-անոց ալկոհոլային տոկոս ունի մեջը, այդ 30 միլիի մեջ մոտավորապես 10 գրամ ալկոհոլ կա։ Իսկ քինի դեպքում քինին մեկ բաժակը, չեմ ասում ամբողջ մի լրիվ բաժակ լցնենք, բայց 100-150 միլիգրամ բարունակում է 10-ից 15 գրամ։ Իսկ բիվան, ասենք, հա, 5%-անոց ալկոհոլային բիվան 500 միլին մոտավորապես 20 գրամ է։ Այսինքն այս ամբողջ շաբաթվա ընթացքում մոտավորապես ալկոհոլը պետքա չգերազանցի 100 գրամից։ Բայց դա չի նշանակում, որ մարդ, ասենք, ամբողջ շաբաթը չխմի, բայց այդ մի օրը վերջի օրը կա նստի ու այդ ամբողջ 100 գրամը լրացնի։ 100 գրամը լրացնի, դենց է չի։ Ինքը պետքա տատարներով լինի, հա, որ ասենք ապահով է սրտի համար, ոչ թե օգտակար է, այլ անվնաս է, այսպես ասենք։ Այո, անվնաս է։ Ուզում նաև ֆիզիկական ակտիվության մասին խոսենք, որովհետև վերջին տարիներին ցավոք մենք նկատում ենք, որ մեր կյանքը հնարավորինս пассив է դարձել եւ ցանկացած պարագայում մենք ամեն ինչ անում ենք, որ տեղից չշարժվենք, տանից դուրս չգանք, մանավանդ on-line հնարավորությունները, պատվերներն էլ դրա համար ամեն ինչ անում են, իսկ մասնագետներն էլ վաղուց ահազանգում են, որ այս ֆիզիկական ակտիվության սակավությունը բերում է բավականաչափ հիվանդությունների առաջացմանը, ել չեմ խոսում սրտանոթային համակարգի համար, սրանք ինչքան վտանգավոր են, հա։ Ուզում խոսենք ֆիզիկական ակտիվության կարևորության, անհրաժեշտության մասին եւ որն է համարվում այն ոսկե ստանդարտը, որ պետք է ապահովենք։ Ուրեմն ֆիզիկական ակտիվությունը այո նույնպես ինքը նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունները եւ ինչպես նաեւ այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը եւ նաեւ մահացությունը։ Ֆիզիկական ակտիվություն ասելով չի ես նկատի չունեմ, հա, իջնել տնից, սովորական սպոսնել, չէ։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի միջին ինտենսիվության, հա, հեսա կասեմ դա ինչ է նշանակում, կամ ինտենսիվ։ Եթե միջին ինտենսիվության ենք մենք այդ ֆիզիկական ակտիվությունը անում, դա պետք է լինի շաբաթական 150-ից 300 րոպե։
Հեսա ավելի հստակ կասեմ դա ոնց ենք մենք պատկերացնում։ Իսկ ինտենսիվության դեպ, այսինքն եթե ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն ենք անում, նա մոտավորապես 75-ից 150 րոպեի մեջ է ընկնում, ավելի, այսինքն կեսը։ Միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը դա արագ քայլն է, հա, ամենասովորական բանը որ կարելի ասել արագ քայլն է, այնպիսի քայլ, որ հիվանդի շունչը սկսի կտրվել, բայց կարողանա նորմալ նախատասություն կազմել, այն աստիճանի չլինի, որ իր այդ նախատասությունը ընդհատվի շնչարկելության պատճառով։ Հա, եթե մենք ավելի սպეციფიկ լինենք եւ մենք այս մեր հեռախոսների կամ Apple Watch-երի որ օգտագործում է քայլերը հաշվում է, չէ՞, այսօր այսքան քայլ արեցի, ուրախանում է։ Եթե մենք քայլերով փորձենք դա բարձրացնել, հա, մոտավորապես միջին ֆիզիկական ակտիվության դեպքում, եթե օրական մենք փորձենք բացենք այդ 150-ից 300 րոպեն, դա դառնում է մոտավորապես օրական 20-ից 40 րոպե, որը շատ չի։ Հա 20 րոպե, 40 րոպե ինչ է 24 ժամվա ընթացքում չգտնես։ Ուրեմն 20 րոպեվա ընթացքում մարդ պետքա 2000 քայլ, 2000-ից 3000 քայլի միջև կարողանա հասցնի այդ 20 րոպեվա ընթացքում, որովհետեւ դա լինի միջին ֆիզիկական ակտիվություն։ Իսկ եթե 40 րոպեա քայլում, բնականաբար կրկնաբատկվում է, հա, 4000-ից 6000 քայլի մասին է խոսքը։ Կամ սա, կամ ասենք, եթե մարդը սիրում է ապարել, հա, բարելը չի նշանակում մեր հայկական այդ սովորական նազանքը, չէ, այդ լադին ամերիկյան այդ ակտիվ բարը, հա, էլի 20-ից 40 րոպե տևող։ Կամ եթե ինչ որ մեկը իր տան մեջ ունի treadmill, հա, այդ treadmill-ի վրա էլ կարելի է նենց անել, որ մինչև 6.5 կմ/ժ արագության վրա ինքը մոտ 20-40 րոպե քայլի։ Կամ կարելի է ասել եւ որ մենք օգտագործենք վակյումը, հա, փոշեկուլով։ Սենց այս նույն շարժումով, փոշեկուլով հատակները սենց։ Այսինքն նույնիսկ տանը գործանելիս, տանը մաքրելիս գործերը չէ։ Միայն այդ փոշեկուլով կամ սենց եւ որ կետիները մաքրում ենք, այդ 20-ից 40 րոպե է այդ ամբողջ, որովհետեւ ինքը մի քիչ ինտենսիվ ակտիվություն է, հա, մեծ մկանների շարժում օգտագործումն է այդ փոշեկուլով մաքրելը, բայց սովորական փոշիները վերցնելը բան դա չի համարվում միջին ինտենսիվության ակտիվություն։ Իսկ ծանրը ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը դա արդեն վազքն է, հա, մարդը վազում է 10 րոպե, 20 րոպե օրական վազում է։ Ու վազքն դա պետք է լինի, ասենք եթե 20 րոպե է վազում, մոտավորապես 3000 քայլից ավելի արագ, ավելի շատ այդ 20 րոպեվա մեջ։ Կամ լողալը, բայց այնպեսի լողալ, որ հաճույքի համար չէ։ Հաճույքի համար չէ ու մի քիչ արագ տեմպերով ու առանց կանգնելու, հա, այսինքն գնում ենք հասնում ենք բասենի մեկ ծայրը, հետ ենք վերադառնում, հետ ենք գնում 100 մետր, 200, 300 ու կամաց ավելացնում ենք դա։ Սա եթե մենք խոսանք եվրոպական ուղեցույցներով, սենց ցուցված է, որպեսզի մենք ունենանք առողջապահական ինչ-որ էֆեկտ, հա, պրոֆիլակտիկ էֆեկտ մեր սիրտանոթային հիվանդությունների վրա։ Եվ մեծահասակներին է ցուցված, այսինքն 10 տարեկանից մինչև 69 տարեկան։ Իսկ այն տարեցները, որ չեն կարողանա այս level-ի հասնեն իրանց, այսինքն նույնիսկ մինիմալին չեն կարողանա հասնեն, իրանց ցուցված է ինչքան իրանց ֆիզիկան թույլ կտա, որ իրանք օրվա ընթացքում ակտիվ լինեն, տենց պետք է ակտիվ լինեն, այսինքն նստակյաց կյանքից հնարավորինս հեռանանք, հա։ Սրանից բացի կա այլ վարժություններ, հա, որը կոչվում է ռեզիստենտականության վարժություններ, սա սովորական push-up-ներն են, հա, կամ լիֆտինգներն են, որ անում ենք մեծ մկանների օգտագործելով այդ լիֆտինգները կամ ռեզիններով վարժություններ։ Սրանք էլ մահացությունները իջացնող վարժությունները, որ դա պայմաններում կարելի է անել, բայց սրանք գումարվում են մեր քայլին, այսինքն ոչ թե սա առանձնանում է, այլ գումարվում է, հա։ Կարելի է ասենց YouTube-ով նայել մի քանի վարժություն գտնել եւ օրվա ընթացքում 2-3 անգամով 10 անգամ այդ նույն վարժությունը անել։ Հեշտ է։ Լավ, եթե մենք խոսում ենք առողջ ապրելակերպից, չենք կարող եւ իրավունք չունենք չխոսելու սննդակարգից։ Դրան էլ եթե գումարենք ու վերհիշենք թե ինչ ենք ուտում օրվա ընթացքում, պատկերն ամբողջականանում է, դրան գումարած էլ նաեւ սկսում ենք վախենալ եւ անհանգստանալ, ու դրա համար նաեւ օգնում են մեզ բժիշկները հիշեցնելով թե որքան վտանգավոր ենք մենք սնվում։ Լավ, ինչ ուտենք, ինչքան ուտենք, ոնց ուտենք, որ չվնասենք սիրտը։
Ամենաճիշտ դիետը, որ կա սրտի համար ամենալավ դիետը, դա միջերկրական դիետան է, հա, միջերկրական դիետան այդ առողջ դիետան է, որի մեջ շատ քիչ են, հա, այդ յուղ պարունակող սննդակարգը ավելի շատ հիմնված է պանճարեղենի, միրգի վրա, ֆայբերի վրա, ձկնեղենի վրա, ինչքան հնարավոր է կարմիր միսի նվազեցում, հա, 300-ից 500 գրամ ամբողջ շաբաթվա ընթացքում ու աղի նվազեցում Մենք աղ սիրող ժողովուրդ ենք։ Մենք շատ ենք սիրում աղը եւ աղասելով ոչ թե նկատի ունեմ սովորական փոշի աղա, մենք թթուել ենք օգտագործում թթուն աղիա, պանիրը աղիա, հացը աղիա, սա ինչ որ մենք նույնիսկ թաքնված աղը շատ է։ Այո, այդ սասիսկաները, այդ սալամիները բոլորը աղ բարունակող մթերքներ են, որոնք որ վնաս է մեր սիրտանոթային, այսինքն սիրտանոթային առողջությանը։ Երբ ասում ենք յուղային ուտելիքներ, միանգամից սկսում ենք մտածել վատ խոլեստերինի մասին, հա։ Վերջին տարիներին սրանք նաև նորաձև են դարձել, հա, խոլեստերինի մասին խոսելը, սրա մասին բարձրաձայնելը, վտանգները ահազանգելը եւ այլն։ Որքանով է վտանգավոր նաև այդ այսպես կոչված վատ խոլեստերինը։ Վատ խոլեստերինը ինքը ամենահիմնական պատճառն է հանդիսանում, հա, որ մեր զարգերակները սկսեն, ասենց ասած, ամրանալ, հա, աթերոսկլերոզի հիվանդությունը ունի այդ իմաստն, հա, աթերոն զարգերակը, սկլերոզը ամրանալն է, ինքը մտնում է այդ զարգերակների պատերի մեջ ու այդ զարգերակների ամրանումը սկսում է լուսանցքը նվազել։ Հիմնական պատճառը դա ցածր խտրության խոլեստերինն է, որը վատ խոլեստերինն է, հա։ Դա կարելի է նվազեցնել սննդակարգով, ինչքան կարելի է այդ յուղոտ սննդից հեռանալ, հա, որովհետեւ մենք չունենանք այդ դրսից չունենանք այդ խոլեստերինը, եւ նաեւ եթե ընտանեկան խնդիր ունենք, ինչպես ասեցի, ընտանեկան բարձր խոլեստերին անով կոչված հիվանդություն կա, որը կապ չունի ուտելու հետ։ Այսինքն եթե հիվանդը նույնիսկ շատ շուտում իր խոլեստերինը կարող է բավականին բարձր լինի։ Փորձենք թե սննդակարգով իջացնել այդ ցածր խոլեստերինի խտրության խոլեստերինը եւ նաեւ եթե չհասանք մենք մեր թիրախներին, սկսենք միջամտել թեղորայքով։ Հա, ինչքան մենք խոլեստերինը իջացնենք, այնքան մեր ռիսկը իջնում, այսինքն իրանք միասին հավասար են։ Ինչքան բարձրանում է, ինքը միլիմոլներով, մեր ռիսկը բարձրանում է դոկոսներով։ Ինչքան իջնում է միլիմոլներով, մեր դոկոսը իջնում է միլիմոլներով, դոկոսներով, մեր սիրտանոթային ռիսկը։ Որքան պիտի լինի, կա այդպես թիվ, որ հենց այսքան պետք է լինի այդ խոլեստերինը, որպեսզի անվնաս լինի, թե յուրաքանչյուրի համար անհատական է։ Տարբեր հիվանդությունների դեպքում իհարկե տարբեր թվեր կան, հա, եթե նույնիսկ եթե մենք այդ սկոր համակարգը օգտագործեցինք եւ այսպես ասած թրսից երևող նորմալ մեծահասակի մոտ տեսանք, որ ինքը բարձր կամ շատ բարձր ռիսկի մեջ է մտնում, մենք փորձում ենք խոլեստերին բավականին ցածր բայել, այսինքն 1.8 միլիմոլից 1.4 միլիմոլից էլ ավելի ներքև։ Իսկ եթե հիվանդը ունեցել է նախկինում սիրտանոթային խնդիրներ կամ որևէ մեկ սարքերակի խնդիր, հա, վարանոցի, ոտքերի, որովայնային աորտայի խնդիր, կամ նախկինում ինֆարկտ արած ստենտավորված բաց վիրահատություն անցած, մենք փորձում ենք մաքսիմալին իջացնել 1.4-ից ավելի քիչ։ Հա, նույնիսկ դեպքեր կան, որ 1-ից էլ ավելի քիչ ենք, հա, 1 միլիմոլից էլ ավելի քիչ։ Խիստ անհատական։ Այո։ Եթե նախ ուզում եմ մինչև վերջին, այսպես ասած, հարցին անդրադառնալը նշել, որ զրուցակցից հետ կապ հաստատելու համար գործում է 099 750 250 հեռախոսահամարը, նշել, որ բոլոր այն հարցերը, որոնք մենք չենք հասցնի այս հաղորդման ընթացքում բարձրաձայնել, կարելի է այս հեռախոսահամարի միջոցով անհանգստացնել բժշկուհուն, եւ կարևոր 3 խորհուրդ առանձնացրեք, որոնց յուրաքանչյուրս պետք է հետևի, մեր սիրտը այն մեր հայերի համար սիրտը շատ ավելին է, չէ՞, քան օրգանը, մեր սիրտը առողջ պահելու համար։ Չծխելը ամենաառաջի հերթին, հա, լինել ֆիզիկապես ակտիվ, փորձել այդ տիրախներին հասնել, հա, կամաց շաբաթների ընթացքում կարելի է հասնել եւ առողջ սննդակարգը։ Այս ամենակարևոր 3, այսինքն եթե մարդ մեծահասակ ոչ մի այլ հիվանդություն չունի, բարձրապես ուզում է իր սիրտը, ասենց ասած, պրոֆիլակսիա հանի, հա, առաջնային։ Այս 3 բաներն եմ խորհուրդ տալիս։ Իսկ կանխարգելիչ բուժզննումների մասին նաև կուզեմ խոսեք, որովհետև շատ հաճախ մենք ասում ենք, չէ, որ առանց գանգատի բժշկին դիմելը սա ոսկե ստանդարտն է, եւ եթե արդեն գանգատները կան, կարող ենք մտածել, որ խնդիրը ոչ այնքան առաջնային փուլում է։
Տեսեք մենք Հայաստանում, հա, առողջապահություն կողմից կամ մենք այդպիսի ծրագրեր չունենք, որ հիվանդը, ասենք, որոշ տարիքից հետո պետք է անպայման մոտենա իր family physician-ին կամ թերապևտին ու այդ ամբողջ բաները անցնի։ Բայց ես խորհուրդ կտամ, հա, 40 տարեկանից սկսած, եթե նույնիսկ եթե ընտանիքում խնդիրներ ունեցող մարդիկ կան 40-ից կամ 50-ից սկսած արդեն իսկ հիվանդը կամ մեծահասակը սկսի հետաքրքրվել իր առողջապահական առողջության վիճակով։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Եթե գոնե մեկ ռադիոլսողի կամ ռադիոդիտողի ուղղորդենք դեպի ճիշտ եւ գրագետ առողջ ապրելակերպը, եթե գոնե մեկ հոգի դադարի ծխելը, մենք կարող ենք ասել, որ այսօրվա մեր հաղորդումը ինքնանպատակ չէր եւ արդարացված էր, իսկ ես շատ մեծ հույս ունեմ, որ այդպես է լինելու է եւ մեկ պացիենտի մասին չի որ խոսելու ենք։ Շնորհակալություն եւ ներկայության եւ զրույցի համար։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ սրտաբան Սոնա Բոյաջյանն էր։ Վերջինիս հետ կապ հաստատելու համար գործում է 099 750 250 հեռախոսահամարը։ Շնորհակալություն մեզ հետ եք, ցտեսություն։